Աշխարհացույց կրթական հարթակի կողմից կատարում ենք նախագծային աշխատանք։ Թեման է կամրջելով հայրենիքում եվրոպական կրթությունը, քարտեզագրելով Շիրակ Գասպարյանի ուղին։ Արդ Քոքոբելյանն է հարցազրույց վերցրել նրա մայրիկից, ով նաև դասվարն է հանդիսանում։ Մենք գիտենք, որ դուք եք եղել Շիրակ Գասպարյանի դասվարը, որպես դասվար սեփական երեխային պարապելը դժվար է եղել։ Ոչ, շատ հաճելի է եղել լինել սեփական երեխայի նման տղայի դասվարը։ Ես Միլենա Ալավերդյանը վերցրել եմ հարցազրույց Շիրակ Գասպարյանի քրոջից, Շահանե Գասպարյանից, նրա կյանքի եւ բարոյական հատկանիշների մասին։ Ինչ մարտահրավերների կամ դժվարությունների է հանդիպել Շիրակը։ Դժվարությունները հիմնականում կապված էին նրանց հետ, որ ինքը գյուղական համայնքի բնակիչ էր, ինչպես որ մենք, եւ հնարավորությունները այստեղ սահմանափակ էին, որպես իր նպատակներին կարողանա հասնել, կարողանա բոլոր ծրագրերին ակտիվ ձևով մասնակցել, անընդհատ կապը պահում էր մայրաքաղաքի հետ։ Ես Նարեա Թաբեկի ունեցել եմ հարցազրույց իր դասղեկ Ալիսա Սարուխանյանի հետ։ Ինչ անձնային որակներ ունեցել Շիրակ Գասպարյանը։ Շիրակ Գասպարյանը իսկական հայեցի որակներ ուներ։ Աշխարհացույց կրթական հարթակի շրջանակներում իրականացնում եմ հետազոտություն Շիրակ Գասպարյանի Սուրբ Զորավոր եկեղեցում։ Որոնք շատ հաճախ ինքնաբերաբար են, բայց կան նույնային արժեքներ, որոնց հետ հարաբերվում ենք երևի թե։ Ես Նայնե Եգանյանս հետազոտել եմ Աչաջուր գյուղը, որտեղ մեծացել է Շիրակ Գասպարյանը եւ ստեղծել փին եւ ցուցադրություն։ Ես Արդ Քոքոբելյանն եմ, հետազոտել եմ Շիրակ Գասպարյանի մանկությունը եւ ստեղծել եմ փին նրա մանկության մասին։ Ես Էրիկա Ղալթեղջյանս կատարել եմ հետազոտություն Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մասին, որտեղ սովորել է Շիրակ Գասպարյանը, պատրաստել եմ փին եւ ավելացրել ցուցադրության բաժնում։ Ես Սեյնե Միրզայանս կատարել եմ հետազոտություն Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի Շիրակ Գասպարյանի անվան լսարանը, որտեղ նաև այցելություն ենք ունեցել նախագծային աշխատանքի թիմով եւ դրա վերաբերյալ պատրաստել եմ փին եւ ցուցադրություն։ Միասին տարբեր կատակներ ենք անում, տարբեր խնդիրներ ենք քննարկում։ Ամեն դեպքում հետաքրքիր միջավայր է, անկեղծ միջավայր է։ Այսօրվա ուսանողն ու 10 տարի առաջվա ուսանողը շատ բան է։ Ես Ստավան Փիրիմյանն եմ, կատարել եմ հետազոտություն Չեխիայի Կարլովի համալսարանի մասին, ստեղծել փին եւ ավելացրել ցուցադրության մեջ։ Ես Նարեա Թաբեկյանս հետազոտել եմ Շիրակ Գասպարյանի ստեղծագործական ուղին, ասմունքել նրա բանաստեղծությունների ցիրուցան իղձերը, ստեղծել փին եւ տեղադրել ցուցադրության մեջ։ Ես Աննա Գասպարյանս կատարել եմ հետազոտություն Շիրակ Գասպարյանի մարտական ուղու վերաբերյալ, ինչպես նաև կատարել եմ հետազոտություն Հադրութ քաղաքի մասին։ Դրա հիման վրա էլ ստեղծել եմ Հադրութի փինը եւ ավելացրել ցուցադրության մեջ։ Ես Մանեթ Համրազյանս հետազոտել եմ Շիրակ Գասպարյանի մեդալն ու շքանշանը, ստեղծել եմ փին եւ ցուցադրել եմ։ Ես Անահիտ Ղազարյանս կատարել եմ հետազոտություն Շիրակ Գասպարյանի հիշատակին կառուցված Սուրբ Զորավոր եկեղեցու մասին, պատրաստել փին եւ ցուցադրություն։ Որպես նախագծի վերջնարդյունք աշխարհացույց կրթական հարթակում ստեղծել ենք ցուցադրություն նվիրված Շիրակ Գասպարյանի կյանքին, հերոսական եւ ստեղծագործական ուղուն։ Այս ընթացքում ներկայացրել ենք նրա կյանքի կարևորագույն դրվագները, հայրենիքի պաշտպանության ընթացքում նրա կատարած քաջագործություններն ու անձնազոհությունը, ինչպես նաև նրա մտավոր եւ ստեղծագործական կողմերը որպես խելացի երիտասարդի եւ գրողի։ Աշխարհացույցը հնարավորություն տվեց մեզ, սովորողներիս, պատկերավոր ձևով ներկայացնել մեր հերոսի անցած ուղին, նրա մասնակցությունը հերոսական պայքարին, ինչպես նաև նրա մեր ժառանգություն թողած նյութական եւ ոչ նյութական արժեքները։ Աշխարհացույց կրթական հարթակը դարձավ ոչ միայն կրթական, այլ նաև տեղեկատվական հարթակ։